Mr. Chairman and delegates, I accept your nomination for President of the United States. Համագումարի պատվիրակներ, ես ընդունում եմ ձեր նշանակումը որպես նախագահական ընտրությունների թեկնածու։ Սա էր ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության համագումարի վերջին օրվա հանդիպման գլխավոր նախադասությունը, որը տրված էր արտասանելու Միթ Ռոմնիին, խոսքեր, որոնց նախորդեցին բուռն ծափահարություններ, խոսքեր, որոնց հետևեցին ավելի բուռն ծափահարություններ։ Մինչ նրա վերջնական ելույթը բոլոր ելույթների միասնությունն իրականում հանդիսանում էր գովաբանություն, համեմված դեմոկրատների, հատկապես նախագահ Բարակ Օբամայի նկատմամբ քննադատությամբ։ Դահլիճում հազարավոր պատվիրակների եւ հրավիրյալների ներկայությամբ միլիոնավոր հեռուստադիտողների առջև հանրապետականներն ամբիոնն օգտագործում էին ամերիկացիներին ասելու, թե ինչու պետք է մերժեն Օբամային եւ սպիտակ տան բանալին հանձնեն Ռոմնիին։ Համագումարի վերջին օրվա հանդիպումը սկսելուց մի քանի րոպե առաջ Վիրջինիա նահանգից ընտրված կոնգրեսական Ռենդի Ֆորբսը իմ այն հարցին, թե ինչ փոփոխություններ է նա ակնկալում Ռոմնի ընտրության դեպքում եւ որքան ժամանակ է հարկավոր դրանց համար, պատասխանեց. Որ Օբամայի վարչակազմի ներկայացրած 3 նախագծերով նախատեսվում է հարկերի բարձրացում, որն ուժի մեջ կմտնի հունվար ամսին եւ կդառնա 600,000 աշխատատեղի կրճատման պատճառ։ Առողջապահության ծրագիրը կկրճատի 800,000, իսկ պաշտպանության բնագավառում կրճատումները 1.5 միլիոն աշխատատեղ։ Գիտենք, ասաց նա, որ ընտրվելու դեպքում Միթ Ռոմնին այս ծրագրերը կասեցնելու է անմիջապես եւ իր ծրագրով ապահովելու է 12 միլիոն նոր աշխատատեղ։ Կտեսնենք նոր ներդրումներ եւ տնտեսության զարգացում։ Նա հավատացած է, որ Ռոմնին ընտրվելու է, քանի որ նրա խոսքերով ամերիկացիները հասկացել են, որ այլևս չի կարելի հանդուրժել եւս 4 տարի, երբ գործազրկությունը կազմում է ավելի քան 8%։ Վերջին օրերի ընթացքում Ռոմնիի վարկանիշը Օբամայի նկատմամբ աճել է, տոկոսային հարաբերակցությունն այսօր կազմում է 44-42, սակայն սա սովորական երևույթ է համագումարների ընթացքում եւ սովորաբար այն ունենում է կարճաժամկետ ազդեցություն։ This president can ask us to be patient. This president can tell us it was someone else's fault. Այս նախագահը կարող է մեզ ասել, որ լինենք համբերատար, որ այս թերություններն իր մեղքով չեն, որ այսուհետ ամեն ինչ լավ է լինելու, սակայն չի կարող մեզ հեռու պահել սպիտակ տունը վերցնելու ուղուց, հայտարարեց Միթ Ռոմնին։ Մենք պիտի կառուցենք մեր ապագան, երջանիկ ապագան, քանի որ արժանի ենք դրան եւ հասնելու ենք ձեր օգնությամբ, եւ եկեք սկսենք այդ ապագայի կառուցումը այսօրվանից։ Իր խոսքը եզրափակեց Միթ Ռոմնին։ Եվ այսպես ավարտվեց ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության համագումարը, որը լի էր տոնախմբությամբ, դեմոկրատական կուսակցության նկատմամբ սուր քննադատություններով եւ ժողովրդին հղված մեծ խոստումներով։ Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում սեպտեմբերի 2-ին սկսվելու է դեմոկրատական կուսակցության կարելի ասել պատասխան համագումարը։ Եվ այժմ ամերիկացիները, այդ թվում նաև ամերիկահայերը անհամբերությամբ սպասում են, թե ինչ քննադատություններով եւ ինչ խոստումներով են հանդես գալու դեմոկրատները։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Ֆլորիդա նահանգի Թամփա քաղաքի համագումարների պալատից։